Արդեն 6-րդ օրն է Մարմարիկ գյուղում շարունակում են որոնել անհետ կորած 2 տարեկան Տիգրանին, բայց դեռ որևէ լուր չկա։ 3 մայիսի 9-ին նրա ծննդյան 2-ամյակն էր։ Ծնողները, համագյուղացիները, ծանոթ ու անծանոթ հույսով սպասում էին, որ ծննդյան հրաշք տեղի կունենա, որ փոքրիկին գոնե մինչև երծննդյան տարեդարձը կգտնեին, այնինչ մինչ այժմ կատարվում են որոնողափրկարարական աշխատանքներ, որոնք որևէ արդյունք չեն տվել դեռևս։ Ֆեյսբուքյան օգտատեր Սևակ Սողոմոնյանը իր էջում լուսանկար է հրապարակել, որն արվել է դրոնից և որտեղ երևում է, թե ինչ հեռավորության վրա են գտնվել գետը, Տիգրանի հայրն ու պապիկը ու Տիգրանի տունը։ Բացառում եմ, որ փոքրիկը այսքան ճանապարհը միայնակ կկտրեր ու կգնար գետը։ Դրոնով մոտ է թվում, բայց իրականում հեռու է։ Եթե անգամ գնար դեպի գետ, կընկներ ու կմնար այդտեղ։ Տեղացիներն ասում էին՝ կամազը խոդի տված է եղել, հետևաբար ձայն չի լսվել։ Աղվեսը կամ գայլը պիտի յուղի միջով տանեին երեխային, տեսնող կլիներ։ Ասում էին մեծ արծիվ կա, բայց գյուղից անգամ հավ չի տարել։ Կենդանին կարծում եմ կվախենար կամազի ձայնից ևս։ Սերգեյ Մեսրոպյանի հետ մոտ 7 կիլոմետր դրոնով զննեցինք գետը, դիմացի ժայռը ևս, 99%-ով համոզվեցինք, որ երեխային գողացել են, տա Աստված ողջ լինի։ Բարեկամներ, սա PR չէ, ուրախացել ենք, որ գետում չգտանք և հույս կա, որ ոստիկանները ողջ կգտնեն երեխային, աղոթենք, գրել էր նա ֆեյսբուքյան իր էջում։ Մեկնաբանություններում հարյուրավոր օգտատերեր հույս են հայտնել, որ Սևակի կանխատեսումն իսկապես ճիշտ է և երեխան շուտով գտնվելու է։ Երեխայի գետն ընկնելու վարկածը շատերն են բացառում, այդ թվում երեխայի հայրը։ Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 4-ի առավոտյան։ Երեխայի հայրը և պապիկը մեքենան սարքելիս են եղել, երբ հայրը երեխաներին, աղջկան և տղային տուն է ուղարկել, իսկ տունը եղել է ամենաշատը 50 մետր հեռավորության վրա։ Երբ դուստրը տուն է մտել, մայրը հետաքրքրվել է, թե տղան որտեղ է, իսկ 4 տարեկան քույրն ասել է, որ իր հետ չէ։ Ծնողները փորձել են ձայն տալ, գտնել, իսկ երբ թաղամասում փնտրելուց հետո չեն գտել, ահազանգել են փրկարարներին, որ գուցե երեխան գետն է ընկել։ Լրատվամիջոցների հետ զրույցում Մարմարիկում անհետ կորած 2 տարեկան Տիգրանի հայրը առավել հավանական է համարում այն տարբերակը, որ երեխային գողացել են, քան թե գետն է քշել տարել։ Հարցին ունեն թշնամի, որին կարող են կասկածել, հայրը բացասական պատասխան էր տվել, ընդգծելով, որ ոչ մի թշնամի էլ չունի, մարդ էլ չկա, որ կկարողանա կասկածել։ Ոնց կարող էր էդ երեխան մոտ 20 րոպե ժամանակահատվածում էնպես անհետանալ, որ թեկուզ մի հոգի տեսած չլինի, հարց է տալիս Տիգրանի հայրն ու այդպես էլ պատասխանը չի գտնում։ Լուրեր էին տարածվել նաև, որ Տիգրանը լավ քայլել չէր կարողանում և հազիվ չոչ էր անում, ու այդ հանգամանքով պայմանավորված բացառում էին երեխայի գետն ընկնելու վարկածը, սակայն Տիգրանի հորաքույրը գրառում էր արել ֆեյսբուքյան իր էջում, հերքելով նրա լավ չքայլելու մասին տեղեկությունները և խնդրել էր տարածել գոնե ճշգրտված տեղեկատվություն։ ՆԳՆ-ից հայտնում են, որ Մարմարիկ գետի երկայնքով մինչև աղբյուրակի ջրամբար և հարակից տարածքներում 2 տարեկան երեխայի որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում են հարյուրավոր փրկարարներ, այդ թվում ջրափրկարարներ և կինոլոգներ, ինչպես նաև կամավորներ, ամպեր կրթահամալիրից 3, վայրի ուսումնամարզական հասարակական կազմակերպությունից 5 աշխատակից։ Ոստիկանության աշխատակիցներ և գյուղի բնակիչներ։ Որոնողական աշխատանքների ընթացքում կիրառվում են ԱԹՍ-ներ, ջրափրկարարական նավակ։ Երեխայի որոնումների ընթացքում կանգնեցրել են նաև Մարմարիկ գետի հոսքը, հատուկ սարքեր են իջեցվել հատակը նկարահանելու համար։ Քննչական կոմիտեն 2 տարեկան երեխայի անհետացման փաստի առնչությամբ նախաձեռնել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով, այն է սպանությունն ու ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը։ Հիշեցնենք, որ փոքրիկ Տիգրանի անհետացման դեպքի հետ կապված իրենց տեսակետներն էին հայտնել նաև հայտնի էքստրասենսներ Սոսե Բաբայանն ու Վան Հարությունյանը։
Հարգելի հայրենակիցներ, մեր սիրելի Տիգրանի հայրիկ, մայրիկ, ամեն օր ես զգում եմ երեխային, այնպես չէ, որ հանգիստ նստած ոչ մի բան չեմ անում։ Գետին մոտենալն անհնարին է 2 տարեկան երեխան մի քիչ քայլի, որ տեսնի շուրջը մարդ չկա, բարձր կլացի ու մեկի ուշադրությունն անպայման կհրավիրի։ Այս վարկածը մի քիչ պարադոքսալ է ինձ համար։ Առաջին օրը զգացի հեռու չէ, տարածքում է, ու բայց նորից տարածքից հեռու չի կարող լինել, Facebook-յան իր էջում գրել էր Սոսե Բաբայանը։ Որոնումներին է միացել նաև էքստրասենս Վան Հարությունյանը, որը ուշագրավ մանրամասներ է հայտնում Facebook-յան իր էջում։ Նրա խոսքով ևս երեխան ողջ է և շուտով հայտնաբերվելու է։ Էս մութ պատմության մեջ մեկը կա, իրեն եմ փնտրում, ասում է Վանը, չբացահայտելով իր կանխատեսման բոլոր մանրամասները։ Ես շատ լավ էլ զբաղվում եմ այդ հարցով 3 առավոտվանից, եթե ես չգիտեի, էջերի լրատվական չեմ հետևում։ Եկել եմ ստեղ ու ընդհանուր արդեն մի վարկած ունեմ ու կարելի ասել 100%-ով հասկացել եմ ինչ ա եղել ու շատ կասկածելի մի հատ տարածք էլ կա տուն, որ պետք է գնամ մի խոսքով։ Այս մոտ պատմության մեջ մեկը կա, որ կարելի ասել ես փնտրում եմ Աստված առաջ հուսամ ամեն ինչ կպարզվի։ Նա նաև նշել է, որ կապ է հաստատել օտարերկրյա էքստրասենսների հետ, տրամադրել է նրանց երեխայի լուսանկարները, նաև լուսանկարներ տեղանքից, իսկ իրեն փոխանցած պատասխանները ինչ որ չափով համընկնում են հենց իր առաջ քաշած վարկածի հետ։ Էքստրասենսի խոսքով որոշ ժամանակ է պետք և ինքը ամբողջությամբ կկարողանա հասկանալ տեղի ունեցածը։ Նշենք, որ գյուղ են այցելել և որոնողափրկարարական աշխատանքներին են մասնակցում նաև բազմաթիվ հայ հայտնիներ, ովքեր ևս անընդհատ իրենց սոցցանցի էջերում հրապարակումներ են անում, տեղեկացնելով, որ որևէ նորություն փոքրիկից չկա։ Տիկտոկեր Տարոն Սարգսյանը ևս միացել է որոնողափրկարարական աշխատանքներին։ Նա տեսանյութ է տարածել փոքրիկ Տիգրանի մասնակցությամբ և գիծ գրառում է արել դիմելով իր հետևորդներին։ Մարդու քուն էլ չի տանում հայեր, առավոտյան ով հնարավորություն ունի եկեք Մարմարիկ գյուղ, փնտրենք փոքրիկ հրաշքին միասին, գրել է Տարոնը։ 2-ամյա Տիգրանի անհետացումը ցնցել է ամբողջ Հայաստանը, փոքրիկ գյուղի խաղաղ առօրյան մի ակնթարթում վերածվել է ողբերգության, բոլորը տխուր են, բոլորը սպասում են, աղոթում ու սպասում են հրաշքի, որը Աստված կարող է կատարել։ Պատկերացնենք երեխան այստեղից է դուրս եկել այս դիքը հելել է, բարձրացել, եկել է այս հատվածով գետը, հա, կընկներ էստեղ, կընկներ էստեղ կմներ, եկա տարածությունը, հաստատ ընկնելուց հետո էլ կլացեր ու չեր գնա ընկներ ջուրը։ Պատկերացա, այսքան տեղ երեխեն գա, Ռոջե եկել անգել այս որ ասում կուճուր առու է։ Այս առուն էլ եթե անգամ այս առուն էլ ընկած լինի նայ։ Հա ռոջե եկել աստես դից շատ արել, հա։ Կգար այստեղ այս քարերի վրա կընկներ երեխեն։ Ստե չէր կարող անցներ։ Ու ջուրը, հա, ու ջուրը տեղացիք ասում են այդ օրը sense բարձր չի եղել։ Այս քարերի վրա կընկներ երեխեն, հաստատ չէր կարող գնար։ Այն հատված անցներ։ Կամ ենթադրենք եկել է այս հատվածից ուզեցել է իջնի ջուրը, ահա, всё, ստեից իջել է յանի երեխեն ջուրը, ստեից կընկներ ու հաստատ ջուր չէր հասնի, խնդրեմ, մի անգամից կտրուկ չի իջնում, երեխեն այս բարձունքից հաստատ ընկնող էր գետնին, ու կմնար։ Այ քեզ դեռան վրա, քեզ սարի վրա կա։ Բայց ընդդեմ ես չգիտեմ։